Բարև ձեզ, եթերում կրկին նախաքաղաքի ձայնը ռադիոն է, եւ այսօր մենք գտնվում ենք Դադեշ գյուղում, Տիկին Օֆելիայի արհեստանոցում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրում եմ ձեզ պատմեք մի փոքր ձեր մասին, ձեր գործունեության մասին։ Ես աշխատում եմ արդեն 40 տարի է ինչ Դադեշի հանրային դպրոցում տարրական դասարանների ուսուցչու եմ։ Սակայն դրան զուգահեռ հիմնել եմ 2014 թվականին Քալթա ասոցիացիա Դադեշ հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է եղել գտնել, հավաքել ու պահպանել ձեռագործ աշխատանքները, հնի վերակառուցել նորը, դառնալ տուրիստական մի փոքրիկ կետ, որը իզորու է ստեղծել, արարել հուշանվերներ։ Եվ այս ամենը հիմք դրվեց 2014 թվականին շատ պատահական հիմունքներով։ 2014 թվականին Անզորի Կոկոտիցեն Թուշետի ազգային արգելանոցի այն ժամանակ տնօրեններ, հիմա երևի էլի, եւ պատահական խնդրել էր տնօրենի տունը, ուր ուզեցել էր տնօրենից իմանալ այնպիսի մարդ, որը հնարավորություն ունի նման ձեռագործ աշխատանքներ ստեղծի։ Սակայն նա այնտեղյակ էր, որ տնօրենի կինը ես էի ու հենց այդ կինը ես էի։ Երբ ներս մտավ, ներս հրավիրեցի, հետաքրքրվեց տնօրենը տունը չէր, պարզ է, ինքը մենք փոխանակվեցինք միմյանց հետ եւ երբ ինքը ասեց, թե ինչ է ուզում, ես ցույց տվի իմ գորգերից առաջին աշխատանքը, սա, այս մեկն էր, իմ առաջին աշխատանքն էր։ Եվ այդ ժամանակ Անզորի Կոկոտիձեն այս մի անգամն էր, որ նա ասաց, որ պետք է աշխատենք համատեղ։ Այն ժամանակ ես նույնիսկ չէի հասկանում, թե ինչ է ուզում այս մարդը ինձնից, ես ինչ կարող եմ անել, ես ոչ մի բան էլ չեմ կարող անել։ Ու ծիծաղով ասես դու շատ բան կարող ես անել, բայց դու չգիտես թե ինչ կարող ես անել։ Բազմիցս հարց եղավ եկան, բայց ես չգիտակցելով ասում էի, չէ, բայց օրից մի օր գնացինք Թուշետի, ասեց դու գալու ես այնտեղ, որ տեսնես թե ինչ դու գիտես ու ինչ կարող ես անել, ինչ նպատակների կարող է ծառայել քո աշխատանքը։ Երբ գնացինք Թուշետի, մի շաբաթ էր կարծեմ այդ մեր շրջագայությունը, այդ ընթացքում ես արդեն լրիվ պարզ պատկերացրի, որ ես ինչ կարող եմ անել։ Այնտեղ մենակ ձեռագործ տրադիցիոն աշխատանքներ էին, ես զգացի, որ ես ի վիճակի եմ նաև օրիգինալ աշխատանքներ անել։ Եվ դա եղավ։ 14 թվականին արդեն փաստաթղթերը ձևավորվեցին, 3 կանանցով անցանք աշխատանքի։ Բայց ամեն մարդ չէ, որ իզորու է առանց փող երկար ժամանակ աշխատի։ Ընկերներս շատ կար ժամանակ հետո զգացին, որ մենք աշխատավարձ չունենք, հնարավորություն չունեմ, ես դեռևս առաջ գնալու, ինձ լքեցին, մնացի մենակ, բայց մենակ չէի, իհարկե, կարևոր է իմ նախասիրությունները, իմ հոգեկան ապրումները, իմ աշխարհը, իմ ազատությունը, իմ սերը, իմ առողջությունը, իմ ամեն ինչը այստեղ կար, որ ոչ բոլորն էին հասկանում, թե ինչ է սա նշանակում ինձ համար։ Շատերը ասում էին, դե որ փող չկա, ասում եմ, երեխեք, փող ես այն 1500 լարի աշխատավարձ ստանում եմ, այդ էլ ինձ բավական է, բայց այդ փողը չի լրացնում սրան, որովհետև հոգեկան սնունդ է մարդուն պետք։ Մարդուն հաց ավելի քիչ է պետք, չգիտեմ իմ տեսանկյունից, քան հոգևոր հարստությունն ու հոգևոր սնունդը։ Դրա համար ինձ համար իմ արհեստանոցը սկզբից, հետո որ վերածվեց արդեն արվեստանոցի։ Եվ աստիճանաբար սկսվեց իմ աշխատանքները, օր-օրի ավելանում էին իմ աշխատանքները։ Գորգերը մենակ իմ աշխատանքներն են, բայց մնացած աշխատանքների մեջ կա, որ օրինակ մի երկու հատ իմը չէ։
Մնացած մեծի մաս աշխատանքները ես եմ կատարել։ Իմ հետի աշխատող կանայք ընդամենը 1 տարի չձգեցին, 1 տարի չաշխատեցին։ Իսկ մնացածը արդեն իմն էր։ Տարբեր գաղափարներ։ Հետո ժամանակի ընթացքում առաջ եկավ համակարգիչը, համակարգչային այս տեխնիկական նորությունները, մտածեցի, երբեմն մամաս ասում էր Երանի, թե ինչ որ ուզեի, գործեի։ Նա պարզապես ջուլհակ էր, նա չէր կարող նոր սխեմաներ հանել, նոր իդեաներ դնել։ Երբ հիշեցի հանկարծ մամայիս խոսքերը, ասեցի մամաս ինչ որ չէր կարող անել, ես պիտի համակարգչով գտնեմ ու անեմ։ Ու հավատացեք, ստացվեց։ Հանեցի, արեցի, անում էի այն, ինչ իմ ցանկությունն էր։ Վերջին ժամանակներին նորից ավելի նոր ծրագիր եկավ ChatGPT, ասի ես մեկն էլ փորձեմ, տեսնեմ էս ինչպիսին կլինի, եւ այդ մեկն էլ հաջողվեց, ChatGPT-ով մի տրադիցիոն նախշազարդ հանել եմ ու գործել եմ հենց այդտեղ մեկը կա, մեկն է դեռևս ChatGPT, չէ, այս մեկը երկրորդն է արդեն ChatGPT-ով հանած եւ համալրելով մեկը մյուսին ամենավերջին նորույթները համադրել եմ ամենահին փայտյատ ազգահի հետ, ստացել եմ այսպիսի աշխատանքներ։ Չգիտեմ, բայց հինն ու նորը նշանակություն չունի, ամենակարևորը մարդու նախասիրություններն են։ Ես գիտեմ, եւ Աստծո կամք եւ նախասիրություն, սա է։ Վաղ տարիքից եք սկսել այս գործով զբաղվել, թե որ ժամանակահատվածում եք սկսել հենց սովորել գորգագործությունը։ Գորգագործությունը ես սովորել եմ, երբ 13 տարեկան էի։ Մամաս հինեց գորգը, IM1 գորգն էր հինել, ես, մամաս եւ ավագ քույրս միասին այդ գորգը գործեցինք։ Ես սովորեցի դրա վրա, բայց իհարկե մանրուքներին չէի տիրապետում, շատ բաներ 13 տարեկան աղջնակն ինչ էր։ Շատ մանրուքներ չգիտեի, բայց ամուսնանալուց հետո Սովետական միության քանդվելու այդ տարիներին լույս չկար, դպրոցները վատ վիճակով էր, իրիկունները, որ հոգնում էի, մտածեցի ինչ անեմ, ասի մի հատ խալ հինեմ եւ լամպի լույսի տակ այս գորգը գործել եմ մի ձմեռվա ընթացքում, լամպի լույսով, կամ լամպ էր, կամ մոմ էր, 13 տարեկան ընթացքում գործել եմ, մեկ էլ գործել եմ 95 թվին, սա Ես մի գորգը գործել եմ 95 թվին, այդքան ժամանակահատվածը ես չեմ աշխատել դրա վրա։ Ինչպես եք մեր հասարակությանը ցույց տալիս ձեր մասին, որ կա այսպիսի արհեստանոց, որտեղ ստեղծում եք դուք ձեր գորգերը, ինչպես են նրանք տեղեկանում այդ մասին։ Գիտեք ինչ, նախ համացանց գոյություն ունի, առաջի հերթին համացանցը լրիվ իմ էջը ունեմ համացանցում, բացի դրանից դպրոցում ես այս աշխատանքները դպրոցական, գրական, պատմական թեմաներ են, նախագծային աշխատանքները նախագիծ եմ պարապում դպրոցում, դրա հետ մեկտեղ համատեղում եմ արվեստի նախագիծ է, դրա հետ համատեղում եմ իմ աշակերտներին, բերում եմ, ցույց եմ տալիս, ուղղություն եմ տալիս, օգնում եմ, խորհուրդ եմ տալիս, մեկը այդ ձև է գալիս, մեկի մյուսին հաճելի է գալ որպես էքսկուրսիա իմ արվեստանոցը տեսնելու, մյուսը այդ ձև է գալիս, ամեն մեկը մի ձևով տեղեկանում են։ Կան հիմնական նախշեր, որոնց վրա եք հիմնականում ուշադրություն դարձնում, կան թեմաներ, որոնց շուրջ եք էլի պատրաստում ձեր գորգերը։ Գիտեք ինչ, հիմնական թեմա գոյություն չունի, գոյություն ունի տրադիցիոն, գոյություն ունի օրիգինալ, գոյություն ունի նախասիրություն, այս ձև ասեմ, հիմնական չկա, որովհետև Աստված գիտի, թե բահին քո ուղեղով ուղեղում ինչ է արկայծում, ինչ ես ուզում եւ Աստծո կամքը, ինչ է ցանկանում, որ դու Աստված աշխատես։ Ես երբեք չեմ մտածել անել այնպիսի մի գորգ, նպատակադրված չեմ ել, բահի տակ ծնվել է այդ միտքը, այդ գաղափարը, բայց եթե ասել եմ, որ հաճելի է նաև տրադիցիոն, արել եմ տրադիցիոնը, հաճելի է օրիգինալը, արել եմ օրիգինալ, հաճելի է բնանկարը, արել եմ բնանկարը, երազ եմ տեսել, Աստծուն եմ տեսել, բարձրացել, քնից սարթնացել, այդ գորգն եմ գործել, առանձին նպատակ, որ սա անեմ, չի ստացվի,
պարզապես պահի տակ միտքը գալիս է։ Դա պարզապես կարող ես վերագրել այդ նախադասությունը մենակ տրադիցիոնին, որ ասենք կարող եմ տրադիցիոնի մեջ ընտրել այս կամ այն նախշը, բայց երբ օրիգինալ ես գործում, օրիգինալի վերուստ տված գաղափար է, որ անկարող ես ծրագրել։ Կան կազմակերպություններ, ում հետ համագործակցում եք կամ արդյոք պետությունից ստանում եք օգնություն, որպեսզի կարողանաք ձեր այս փոքրիկ բիզնեսը ավելի զարգացնել։ Ես այս ձև ասեմ, 2014 թվականին սա օգնությամբ պետական եւ միջազգային կազմակերպությունների օգնությամբ է իրականացվել, բայց դրանից հետո ոչ մի օգնություն։ Միակ այդ դեպքն է եղել, որ մենք հիմնելու ժամանակ որևիցե աջակցություն ես ստացել եմ, բայց դրանից հետո ոչ պետական եւ ոչ էլ հասարակական ոչ մի կազմակերպություն, պարզապես ելնելով իմ նախասիրություններից աշխատել եմ։ Մասնակցում եք ցուցահանդեսների, թե ոչ։ Իհարկե մասնակցել եմ, ախալքալակում եմ մասնակցել եւ հիմա ունեմ այդտեղ երևում է կովասանագրերի ու մեջ եւ բացի դրանից մասնակցել եմ on-line ցուցահանդեսի Խելովան Քալեբի Թբիլիսիում կայացած Խելովան Քալեբի ցուցահանդեսին ներկայացրել էի 3 աշխատանք, չեմ հիշում 3-ից որներ, մեկը բայց հիմա հիշում եմ հայ կինը, այն անկյունի գորգը, հայ կինը եւ դա ստացավ սերտիֆիկատ այդ գորգն էր։ Որտեղից եք բերում ձեր հումքերը, ինչ հումքը սկզբից հենց 2014 թվականին օգնության շրջանակներում ստացա, բայց հետո արդեն ավելացավ պակասը, որը ես էի իմանում, մերկում, մի որևից պակաս ինքս գնում էի, չգիտեմ, փոփոխություններ գույների մեջ մտցնելով, իմ պակասը ինքս լրացնելով աշխատում եմ մինչև հիմա։ Արդյոք տուրիստներին հետաքրքրում է ձեր արհեստանոցական մարդիկ, ովքեր ցանկանում են տեսնել ձեր գործերը։ Գիտեք ինչ, իմ աշխատանքները շատերն են եղել, այնտեղ երևում է նույնիսկ գրքում գրանցված է, ովքեր են եղել, բայց կենցաղային պայմանների, իր սենյակի փոքր պայմանների, ընդհանրապես ոչ բարվոք պայմանների պատճառով ես այնքան էլ չեմ ձգտում, որովհետև վախենում եմ գործնել այն ամենը, ինչ կարող է օգուտ բերել, օգուտ ինչ տեսանկյունից, շահը չէ, որ օգուտ է մենակ, հոգևոր արժեքների կորուստն ավելի վատ է։ Ունեք թե ոչ աշակերտներ, ում սովորեցնում եք ձեր գործը։ Այո, ես էլի այդ նախագծի շրջանակներում դպրոցում անցկացրած աշակերտներից մեկին սովորեցրի, եթե հաճելի է կարող եմ իր աշխատանքը ցույց տալ, ես գորգի հետևն է։ Իհարկե։ Այս մեկը իր աշխատանքն է, ես չթողեցի կտրելու, որովհետև ասի երևի շարունակվի նախագծերը, էլի ցանկություն ունեցող կա, շատերն են ցանկանում, բայց երբ գալիս են տեսնում դժվարություններից երբեմն խուսափում են։ Ձեր աշխատանքները վաճառում եք թե ոչ ինչ-որ։ Այս պահին իմ աշխատանքները on-line խանութում գրանցված են, եւ օրիգինալները, եւ տրադիցիոնները, եւ մնացած աշխատանքները լրիվից, նմուշներից գծած է, բայց իսկ տեղի շրջանում չեմ կարծում, թե վաճառվեն սրանք, որովհետեւ արվեստի աշխատանքը այլ աշխարհ է պահանջում։ Առաջին հերթին օրինակ մեր շրջանում մարդիկ տեսնում են, իհարկե սա լրիվին չեմ վերագրի, կներենից բոլորը տոկներեն, մարդիկ մտածում են, որ մի հատ առաջ ես ձև էին մտածում, էլի, մի հատ ոչխար գտանք, մի հատ մեծ գորգ կառնենք, լրիվ հատակը գծածկի, բայց ով կմտածի, ասենք, շատ փող տա, մի հատ օրիգինալ գորգ գնի։ Օրինակ, այն մի օրիգինալ գործը տիր, որ մենակ տիր չի խորհրդանշում իրենից դա, այդ մենակ տիր, դա կամ այն սերտիվիկատ ստացած աշխատանքս,
մինչև 1500, 1400 լարի եւ ավելի նույնիսկ եթե սերտիֆիկատ ունին։ Ես վատ եմ զգում ասեմ, որ այս ձևի արժեք ունին։ Հենց ես չեմ գնահատել։ Ես տվյալները տալիս եմ, հենց ChatGPT-ն ինքն է գնահատում։ Արդյոք ունեն ձեր գործերը հստակ պատմություններ։ Միանշանակ։ Ամեն մի աշխատանք ունի իր պատմությունը։ Օրինակ տարիներ անց Հանզորի կոկոթից են, որ եկավ, ասեց, որներ են քո աշխատանքը, որ սերտիֆիկատ է ստացել, ցույց տվեցի, ասեց դրա պատմությունը ասա, դե ասի, այս կինը ինչի ասում, հայ կինը, ասեցի, որովհետև հայ կինը քրիստոնյա է, հետո ինչ է խորհրդանշում, ասի, այդտեղ վիշապը հզորություն է խորհրդանշում, գորգը օձը իմաստություն գորգագործության մեջ, հայ գորգագործության ամեն մի նախշը իմաստ ունի, օձը իմաստություն է, վիշապը հզորություն է, հայ կինը քրիստոնյա է, նշանակում է, ասեցի, հայ կինը հզոր է եւ խելացի, եկել ասեց ինչպես դու, ասեցի շնորհակալություն։ Ինչ պլաններ ունեք հետագայի համար։ Չգիտեմ, ինձ համար պլանը միանշանակ չէ, որովհետև մարդ երբեք չի կարող ասել, Աստծո կամքը պետք է դա լինի։ Իմ ծրագրերը շատ քիչ է։ Ինչ կուզեի ունենալ մի կառույց, որը իրենից ներկայացնում է հուշանվերների խանութ, ուսուցողական կենտրոն եւ տուրիստների համար ցուցասրահ։ Եվ բոլոր հնարավորությունները միանշանակ ունեմ, հին հավաքած ձեռագործ նմուշներ, աշխատանքներ, ցուցասրահի համար գորգեր, հուշանվերներ ամենատարբեր տեսակի, ամենաթանկից ամենաէժանը։ Եվ այսօրվա դրությամբ ինձ պակասում է մենակ կառույցը։ Ես կառույցի խնդիր ունեմ, դրա համար տեղում եմ տոփում։ Դա է իմ խնդիրը։ Ինչպես կցանկանայիք ձեր պատկերացած կառույցը կցանկանայիք, որ լինի քաղաքում, թե հենց ձեր հայրենի գյուղում։ Գիտեք ինչ, այս ձև կասեի ես, ինձ համար միևնույն է գյուղ թե քաղաք, բայց ընտանեկան պայմաններից ելնելով երբեք ես չէի ցանկանա տեղափոխվել իմ հարազատ գյուղից, տեղափոխվելու համար ընտանիքի հետ էլ պետք է հաշվի նստես, առանց հաշվի նստելու չես կարող, իսկ ես դա չեմ կարող անտեսել։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են ձեզ մոտից ինչ-որ նկարներով հատուկ ստեղծված գորգեր պատվիրել։ Գիտեք ինչ, ցանկություններ կան, բայց իրականություն ոչ։ Իսկ գյուղի ժողովուրդը, տեղացի ժողովուրդը հետաքրքրվում է ձեր գործունեությամբ։ Իհարկե, նրանց համար հետաքրքիր է տեսնելու, որպես հետաքրքրություն, որպես հաճույքի վայր, բայց որպես իր գնելու համար չեմ կարծում։ Գորգագործությունը սկսվում է հենքից։ Ամենասկզբից բամբակյա թելերով տորքի վրա հինում ես գորգը։ Գորգը հինելու ժամանակ տրադիցիոն մի երևույթ կա։ Այդ օրը տան տղամարդը, որ գորգը հինում ես, քաղցրավենիքով տուն է մտնում, հենքի ժամանակ, անպայման քաղցրավենիքով, որպեսզի ընտանիքում քաղցրություն, անուշություն, բարեկամություն, համերաշխություն դիրի։ Դա է խորհուրդը։ Եվ հինելուց հետո անցնում ենք ասպելու, սա է ասպելը, այս թելերը ամրացնում ենք, որպեսզի կարողանանք այս հենքի թելերը տանել հետ ու առաջ, ասպելուց հետո նոր միայն սկսվում է խավը գործել, խավը գործում ես ըստ ունեցած քո նախշազարդի, որ կարելի է անել եւ համակարգչով եւ ձեռքով, ըստ ցանկության, նայած ով ինչպես է ցանկանում, սկսում ես գործել խավը։ Հիմա այս պահին ես հենքը եւ ասպելը չեմ կարող ցույց տալ, բայց գործելու միջոցը ձևը կարող եմ ցույց տալ։ Սա է, դանդաղ, որ ընկալելի լինի։ Ամբողջ շարքը լրացնելուց հետո, այս ամբողջ շարքը լրացնելուց հետո անցկացնում ես
միջնաթելը, նախ ասեմ, որ գորգի գործելու երկու ձև կա, հանգույց ու կես կա, եւ կա երկու հանգույց, այս գործելու ձևը կա երկու ձևի, հայկականը երկու հանգույց է, սա էլ հայկական է, բայց ինչպես գիտեք, հայկական ամեն ինչը արդեն անցել է օտարներին, այս մեկն էլ ստացել է պարսկական անվանումը, պարսկական հանգույց, հայկական հանգույցը երկու հանգույց է, պարսկական հանգույցը հանգույց ու կես է, բայց դա նշանակություն չունի, անունն է, այս գորգը հայկական գորգ է, միանշանակ, ուրեմն սա հանգույց ու կես է, իմ գործածը հանգույց ու կես է, և նախշը ստացել եմ ժամանակակից սարքավորումների միջոցով և այս նախշը, որ հիմա գործում եմ, հայկական հեթանոս աստվածուհի Նանեն է, ասեմ, հավերժության նշանը, որ կա, ունի 8 թև և ունի 8 հեթանոս աստվածներ, 8 հեթանոս աստվածներից սա Նանեն է, գործել եմ Նանեն, Տիրը, գրի աստված Տիրը, գործել եմ Վահագնը, գործել եմ նաև Միրը, 4 հատը գործել եմ, չէ Անահիտն էլ ունեմ, Անահիտն եմ գործել, 5-ը գործել եմ, մնացել է ինձ գործելու 3-ը, բովանդակությունը սա է, ամեն մի գորգ ունի իր բովանդակությունը, երբ 8 գորգերը գործեմ, ամեն մի թևի դիմաց նպատակ ունեմ, ամեն մի թևի հավերժության նշանի թևի դիմաց փակցնելու եմ մեկը, որ առանձնանա ու գաղափար ամբողջանա, իմանամ, որ դա է, երբեմն հենց այդ նախշերով ադրբեջանցիները ասում են, որ դա ադրբեջանական գորգ է, որովհետև հայերը քրիստոնյա են, գրագի նշան է, այո գրագի նշան է, բայց մինչև քրիստոնյա լինելը հայերը եղել են հեթանոս, այսինքն գրագը արևն է խորհրդանշել, մեր կառնի տաճարը, գրագը այնտեղ լրիվ միանշանակ պարզ երևում է և ի տարբերություն նրանց հայը կարող է մեկնաբանել իր աշխատանքը, բայց երբ ազերին հարցնես ինչ է նշանակում հավերժության նշանը, նա երբեք չի կարող մեկնաբանել, բայց ես իմ աշխատանքը կարող եմ մեկնաբանել և նույնիսկ այդ 8 աստվածների պատկերները, ես եթե Աստված առողջություն տա, ես միանշանակ 5 հատ գործել եմ, 3-ն էլ անպայման գործելու եմ, որ ցույց տամ, թե ինչ է նշանակում հավերժության նշանը և ամեն մի Աստծո պատկերն ու էությունը ցուցադրեմ ամբողջությամբ։ Այս մեկ տրադիցիոն մի գործ է, որը ունի իր յուրահատուկ իմաստն ու նշանակությունը։ Մեջտեղի նախշազարդը նշանակում է արև աստղ։ Եթե ուշադիր նայենք, այստեղ կան նախշազարդեր, որոնք վերևը նույնպես նման են եղջյուրների, խոյի եղջյուրները, դա նշանակում է առաջնորդ և հետո տատարի առնամենտը հայկական տատարի նախշազարդը, սա իր իմաստով ուզում է ասել, որ դիեզերքի իշխողն ու տիրակալը միայն Տերն է։ Այս աշխատանքների ընթացքում ես ստացել եմ նաև իհարկե գովասանագրեր, դրանցից ամեն մեկը իր իմաստն ու տեղն է ունեցել, այս առաջին մեկը մասնակցել եմ քաղաքում, ախալքալաքում ցուցահանդեսի և դա դրա խորհուրդն է, այս մեկը երբ առաջին հերթին 2014 թվականին նպատակ ունեինք հիմնել Քալթա ասոցիացիա Տատեշը, անցնում էի տրենինգներ և այդ ժամանակ ստացա այդ սերտիվիկատը, հետո կարծեմ 18 թե 19, չեմ հիշում որ թվականին էր, մասնակցեցի Խելովան Քալեբի ցուցահանդեսին Թբիլիսիի և օնլայն մի հատ սերտիվիկատ ստացա հայ կինը գորգի համար և բոլորովին վերջերս այս տարի ամռանը
Չեմ իմեմ վիդրեոբա նախագծի շրջանակներում երևի այդ իմ հետքը Վրաստանում այդ ձևի մրցանակ շահեցի եւ այդ ժամանակ ստացա S1-ը, S մի սերտիֆիկատը, այսինքն ինչ էր խորհուրդը, ով ինչ հետք է թողնում եւ իմ աշխատանքն ու իմ հետքը իհարկե կորկագործությունն էր, տրադիցիոն աշխատանքները պահպանելը, սա է հիմնական խորհուրդը այդ սերտիֆիկատների։ Շատ շնորհակալություն ձեզ շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Շնորհակալություն նաև ձեզ գնահատելու եւ այս արժեքները տեսնելու համար։ Ձեզ հետ էր Ախալքաղաքի ձայնը ռադիոն, մնացեք մեզ հետ։